Ազգանունս Կոյցիկով Բորիկ, Ավդիխանյան Գևորգի հայրն եմ, նոյեմբերի 7-ին տղա Շուշիում վիրավորվեց ծանր, 9 օր պարկելուց հետո ինքը մահացավ։ Ես խիստ շեշտեցի նոյեմբերի 7, 9-ին էլ այդ բանը, ճիշտ նորմալացած եմ, չեմ կարող խոսամ, վերջը։ Նման եւ հայտարարություն եղավ 21 թվականի երևի քիչ եք ապրել, ես օրը լավ չեմ հիշում, բան կարող ենք, այս արդեն ծեծվել է։ Մենք արդեն հոգնել ենք այդ բաներն ասելուց։ Կլիներ նույն իրավիճակ առանց զոհերի։ Ես ինչի համար եմ ասում, եթե ազգի 10%-ը դա գիտակցեր, մեր կաշվի մեջ կմտներ։ Լավ, մենք ինչքան կարանք հարցազրույցներ տանք, ինչքան կարանք կանք ես խոսել։ Մեզ հասկացող չկա։ Գիտեք ինչ, հայտնի բան է, որ 20 թվականի պատերազմի ժամանակ արտասահմանից եսի նկատի ունեմ Ռուսաստան, Եվրոպայից բավականին տղաներ եկան, զոհվեցին եւ գցենք շատերն էլ գնացին փառք ասու, որ կենթանի մնացին, փառք ասու, որ կենթանի մնացին, գնացին, իրանց տներում այդ ցուկը չեղավ, ոնց որ գցենք մեր տներում դա։ Անցել է 4 տարի, մեր ամբողջ ազգը դա դիտում է։ Հիմա տեսեք, եւ դրսում մարդիկ տեսնում են եւ տեսնում են, որ այս ազգի մոտ, մեր ժողովրդի մոտ միասնություն չկա։ Ամեն անգամ մենք գալիս ենք մեր հոգու կսկիծով խոսում ենք, խոսում, բայց ոնց որ ասած մեզ լսող չկա։ Ինչ է, մենք այդքան առհամարված ենք։ Ես շուտ այնս Facebook չեմ մտել, ես վերջերս մտնում եմ, բան, ունես թեթևակի բան, շատ մարդիկ հայր մայրեր ասում են, զոհվածների ծնողներ չեն, ասում են, բա այդ 5000 երեխաները բան։ Մենք քաղաքական գործիչներ ունենք, ընդդիմադիրները եսի նկատի ունեմ, որոնք այս 4 տարվա մեջ այս 5000 զոհի անունը 5000 անգամ ասել են։ Չեն ասել նրա համար, ես պարզ ձեզ ասում եմ, չեն ասել նրանց համար, որ գիտեք, մեզ կարեկցելով կամ բան, ասել են իրանց քաղաքական ուղղակի այդ խոսույթը բան էլի, ավելի ծաղկացնելու, ավելի ոնց որ ասած արժեք ունենալու համար։ Հիմա տեսեք, այս ամեն ինչը շատ հապճեպ եղավ, 7 ծնող ենք մենք հավաքված, բան ժողովուրդը սենց վերցնենք, էլի ժողովուրդը Facebook-ից է հոգնել, ման չգիտեմ, այս քաղաքական բաներից է հոգնել։ Իրանք էլ հոգիտեն, թե ամեն մի կես ժամ մեկ ինչա կատարվում։ Ես ճիշտ եմ հասկանում, դուք բոլոր նաև ուժերին ծնողների խոսքից հասկացա, ասում եք, որ այս ընթացքում որ խոսում են, հասկացնեն, որ իրենք այնուամենայնիվ պատասխանատվության են ենթարկելու, հա, Փաշինյանին, օրինակ, չգիտեմ, օրենքը ի վերջո գործելու է, այդ հաղորդումները ընթացք ստանալու են։ Գիտեք ինչ, ցանկացած պայքար, դա կլինի թե հարցազրույց տալու համար, այդ 5000 զոհի անունը, որ տալիս են, մենք արդեն հասկացանք, որ բան չունի, արժեք չունի իրանց համար։ Ուղղակի իրանց խոսքը ծանրակշիռ դարձնելու համար։ Ոնց որ ասած, գիտեք ինչ, մենք այսքան ժամանակ այդ 5000 զոհի անունը շատ քիչ ենք տալիս, բայց իրենք որ սկսենք հարցազրույցներ են տալիս ամեն ինչ, որ մենք այս 5000-ը ամեն անգամ լսում ենք 5000 տարբեր քաղաքական է, որպեսզի պարզ ասեմ այս ամեն ինչը, անձամբ ես այս քաղաքականությունը շատ հեռու եմ։ Ինձ համար որպես մարդ գոյություն ունի մեկ բան, ճիշտ եւ սխալ։ Սխալը եղել է, լավ, ինչպես մենք կարանք այս ամեն ինչը ճշտենք, չէ՞ որ մենք պետք է ապրենք, այս փոքրիկ հողակտորի վրա մենք պետք է ապրենք, ինչքան մենք պետք է ասենց անբարեխիղճ ձևով մոտենանք մեր փոքր հողակտորին։ Հիմա ձեր խոսքը հետևյալն է, որ Փաշինյանը պետք է հայտնվի տաղերի ետևում, սա պահանջում բոլորից, որպեսզի քայլեր ձեռնարկեն, հա, այդ ուղղությամբ։ Երբ որ գոնե մեկ մարդ սպանում են, այդ մեղադրյալը հայտնում է ճաղերի ետևում, խոսքս մեկի մասին չի, երկուսի մասին չի։ Ես հիշում եմ իր հարցազրույցների մեկի ժամանակ ինքը մի բան ասաց, եթե մի շարքային մարդ, մի մարդու բանանում, չեք ցենք սպանում, ես խոսքերը չեմ տալու, հիմա մի քիչ բան, ինքը համարվում է հայտնվում է ճաղերի հետևում։ Իսկ եթե թագավորը զոհաբերում է այսքան մարդ, ասում ինքը հանցագործ չէ։ Եվ ոնց հանցագործ չէ։
Հասկացաք ես ինչ եմ ասում։ Ինքը ոնց հանցագործ չի։ Իրեն առաջարկվել է 2 անգամ կանգնեցնել պատերազմը։ Հոկտեմբերի 7-ին, հոկտեմբերի 19-ին։ Լավ ընդունենք մինչև հոկտեմբերի 7-ը, շատ ցավալի ասել, զոհվել են, մարդիկ զոհվել են, պատերազմը ցանկալի բան չի, բայց լինում է դա 7-ից հետո, որ վերցնենք մինչև նոյեմբերի 9-ը, կանգնեցնել պատերազմը, ինչքան այսօր տղա զինվոր տանը կլիներ։ Ես ինչի համար ասացի նոյեմբերի 7-ին, իմ տղան տանը կլիներ։ Հոկտեմբերի 7-ին թող ինքը կանգնեցներ պատերազմը։ Դրանից պարզ բան, ինչքան վիրավորվածներ, ինչքան հոգեկան ապրումներով մարդիկ մեր փողոցի վրա պատերազմի մասնակցել են Գևորգը, իր ընկերը էլի Գևորգը, եւս 3 հոգի, 3-ը վիրավորվեցին, իմ տղան մահացավ, եւ ես չգիտեմ հիմա այդ ասելու բանա թե չէ, հիմա ինքը կարող է ինձ դիտի եւ այս տղայի հետ ես որ խոսում եմ, ինքը միշտ այդ պատերազմական վիճակն է, ինքը հոգեկան ծանր ապրումների մեջ է։ Վիրավորվել է, ես օրինակ նայում եմ մեր զինվորներին, շատ զինվորներ թևերը չունեն, ոտքերը անդամարատված են, բայց էլի գիտեք ինչ, իրանք էլի հոգեկան այդ ապրումների մեջ էլի ասենք ամուսնացել են որոշները, բա հոգեկան ինչքան ապրումներով մարդիկ կան, ինչ պետք է լինի նրանց ճակատագիրը։ Բնականաբար տարիները անցնում է, իրանք մեծանում են, ասենք հասարակ մի բան կյանքից վերցնենք, էլի պիտի ամուսնանան, չեն կարողանում ամուսնանալ։ Լավ, վերջնականապես մենք իրավունք ունենք մեզ ասելու, այս ինչ ջարդ կազմակերպվեց մեր ժողովրդի հանդեպ, այս ինչ ջարդ էր, այս ինչ անհասկանալի ձևով իրանք ամեն ինչ ներկայացնում են այնպես ինչ որ կա, բայց ես որ նայում ես այս խորքային բանով, չէ, ժողովուրդը չի կարող հասկանալ։ Այնքան են այս քաղաքական բաներով, այս ինչ ասել, խաբել, որ ժողովուրդը մինչև մալը չի կարող։ Ես զարմանում եմ, որ մինչև իր հետևից մարդիկ են գնում։ Անկեղծ ասած շատ եմ զարմանում։ Ես իմ հարցազրույցների ժամանակ մի օր մի բան ասեցի, պարտադիր է ձեր ընտանիքները ցես բան կատարել, որ դուք նոր հասկանաք։ Հիմա երևի դուք ինձ հարցնեք, բա լավ, այդ ծնողներով ինչի համար։ Ձեր մյուս հարցը դա է լինելու, ես հաստատ գիտեմ դա։ Ես ոչ մի ծնողի փոխարեն չեմ կարող ասել։ Ես իմ հոգու մեջ մենակ մի բան գիտեմ, իմ տղայի արյունը պիտի ջուր չդառնա։ Իրան հուղարկավորել են զինվորական հագուստով։ Տղայի շիրիմի վրա մեր հայկական դրոշն է։ Մենք հիմա ասես խոսում ենք, գնում ենք տուն։ Բալա, որ մենք մեր տղաների շիրիմների մոտ ենք գնում։ Մեկը կա, որ մեզի հասկանա, ընկալի, այս ինչ են, ամուսիներով նստած մայրն ու հայրը, ինչ ենք մտածում, գիտեք ինչ, այս տխրության չափու սահմանը չկա ու նրա համար, որ չի բացահայտում, ասես մի տեսակ գիտեք ինչ, մի մարդ ոնց որ իմ մոտ անես տպավորությունը, որ ամենակարող եկել է, ինչ ուզենա ասի, ինչ ուզենա անի, արեց, կուլ տվեցինք և եկավ ես Արցախի ժողովրդի տեղահանումը, Ղարաբաղ, ինչու եք Ղարաբաղ ասում, ես Արցախ եմ ասում, պատասխանատվությամբ պիտի ենթարկվեմ, թող ենթարկվեմ, ինչի մասին է խոսքը, ինչքան կարելի է, չգիտենք ինչ ընթացք ունենա շուտով ընտրություններն է, մենք էլ արդեն այս ընտրությունները ամեն ինչ խորքային ենք նայում, բանի նման չէ, որ խոստումներ են տալիս, մենք ինքս 64 տարեկան մարդ, գիտեք ես ինչքան ղեկավար եմ փոխել, ինչ խոստումներ եմ լսել։ Հարցեր ունեք։ Շնորհակալ եմ։ Ձեզ համբերություն։